Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրել ենք խորհրդարանական լսումներ հանրային աղմուկը որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ, օրենսդրական լուծումներ թեմայով։ Պետք է ասեմ, որ լսումներ հրավիրելու նախաձեռնությունը եղել է մարդու իրավունքների պաշտպանինը, որի համար շնորհակալ եմ ձեզ Տիկին Մանասյան։ Խնդիրը արդիական է, բողոքողները բազմաթիվ, ուղղված եւ մեր հանձնաժողովին եւ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին խնդիրը բարձրաձայնելու գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու խնդիրների կարգավորման ուղիները վերհանելու նպատակով հրավիրել ենք նաեւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների, խնդրով հետաքրքրված քաղաքացիների։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ընդունել եք լսումներին մասնակցելու մեր հրավերը, ձեր այսչափ ներկայացվածությունը եւս խոսում է խնդրի կարեւորության եւ ակտուալության մասին։ Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի եւ ժամանցի կետերից, հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկ ուղեկցող շինարարական աշխատանքներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսևորումներ։ Աղմուկի տարբեր դրսևորումներ խախտում են մեր քաղաքացիների հիմնարար, այդ թվում հանգստի պահպանման, առողջության պահպանման եւ այլ իրավունքներ։ Եվրոպական դատարանը մի շարք դատական ակտերով, որոնք դարձել են նախադեպեր, նույնիսկ սահմանել է, որ աղմուկը որոշակի հանգամանքներում հանդիսանում է խոշտանգման տեսակ։ Պետք է ասեմ, որ խորհրդարանում քննարկվում է նաև օրենսդրական նախաձեռնություն, որի հեղինակներն են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշանային արձագանքելն ու երթևեկելը, փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունեն ավելի խիստ օրենսդրական արձագանք։ Կարծում եմ շատ կարևոր նախաձեռնություն է եւ կարող է հասարակական անդորրը չպահպանող մեր մի շարք քաղաքացիների համար իրավահպատակ վարքագիծ դրսևորելու առիթ հանդիսանալ։ Իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում խիստ կարևորում եմ նաև առողջապահության նախարարի աղմուկն աշխատասենյակում, բնակելի եւ հասարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքներում սանիտարական նորմերը հաստատելու մասին հրամանը, որով եւ կարգավորվում է սահմանված նորմերի պատշաճ պահպանումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով եւս մի շարք իրավակարգավորումներ են նախատեսված աղմուկի սահմանված մակարդակը գերազանցելու դեպքում դեպքերի առնչությամբ, այսպիսով մեր քննարկումների արդյունքում նաեւ կհասկանանք կա արդյոք լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն թե ոչ եւ եթե կա այդ անհրաժեշտությունը, ապա նաև առաջարկի համար բաց ենք միասին նաև քննարկելու, լրացնելու այդ նախաձեռնությունը, որպեսզի մենք այս խնդիրը կարողանանք շատ ավելի հիմնավոր կարգավորել։